Գնացիք զինվորի հետ հանդիպեցիք մենք չհասկացանք ի վերջո մարդու իրավունքի պաշտպանը ինչ էր արձանագրել, ծեծել էին այդ զինվորին, ինչ էին ծեծել այդ զինվորին դաժան ծեծի հետք էր, մենք չենք արձանագրել Ինչ էր պատմել զինվորը ձեզ, եթե դաժան ծեծ չէր դա, ապա ինչ էր Մայրը ասում է, որ երեխային ուրախ է եղել և կարծել է, որ երեխային ծեծել է Եթե ծեծ չէր, ինչ խնդիրն էր, որտեղ դուք ձեր պաշտոնական հաղորդակցության մեջ նշել եք, որ զինվորը մի շարք խնդիրների մասին է ասել Ինչ խնդիր կա բանը Սկսենք երևի նրանից, որ առաջին կարևոր հանգամանքը նկատի ունեցեք Իմ առանձնազրույցը զինծառայողի հետ եղել է վստահության վրա հիմնված առանձնազրույց, որի շրջանակներում ես ինքս խոստացել եմ, որ չեմ հրապարակայնացնելու իր կողմից ինձ ներկայացած հանգամանքները, որովհետև մի շարք հարցեր հենց իր պարզապես անձնական հարցեր են ներկայացված այդ իր հոգեվիճակի հետ կապված Եվ խնդրում եմ նկատի ունենալ այս կայունությունը, ես չեմ կարող պարզապես խոսել այս հանգամանքների մասին, քանի որ իրեն նաև խոստացել եմ Ինչ վերաբերում է մնացյալ հարցերին, բնականաբար իմ անմիջական ուշադրության ներքո է գտնվում հարցը եւ դրանով մենք այս պահին էլ շատ ակտիվ զբաղվում ենք երկու կարևոր մասի է պետք բաժանել խնդիրը Մեկը կոնկրետ զինծառայողի իրավունքների առնչվող հանգամանքները, որովհետև շատ կարևոր է, որպեսզի զգայունությունը պահպանելով իրեն վերաբերելի բոլոր հարցերը ճիշտ լուծում ստանան, այդ թվում կարծում եմ արդեն նաև տեղեկատվությունը ձեզ փոխանցվել է հրապարակային է, դրա համար ես էլ կարող եմ ասել, գիտեք, որ իր հոգեկան առողջության վիճակն է այս պահին դիտարկման փուլում գտնվում, հետևաբար խնդրում եմ այս հանգամանքը նկատի ունենալ նաև հրապարակային հաղորդակցությունը, իրեն առնչվող, քանի որ ինքը նաև հետագա քաղաքացիական կյանք պետք է ունենա բարի շատ գայուն լինել հրապարակային հաղորդակցության համատեքստում Այս պահին շատ կարևոր է, որպեսզի մասնագիտական պատշաճ որոշում կայացվի այդ հարցի հետ կապված եւ բնականաբար դա կարևոր ազդեցություն ունենա նրա պիտանի կամ ոչ պիտանի լինելու հանգամանքի այդ հանգամանքը ներողություն միջև ծառայություն մեկները դիտարկել է պաշտպանության Գիտեմ տեղյակ եք թե ոչ, բայց 7G հոդվածի մասին է խոսքը, փաստացի զինծառայողը հենց այդ հոդվածով է ծառայում, ինչը արդեն իսկ ենթադրում է, այո, սահմանափակումով պիտանի է եւ այստեղ պարտադիր կարևոր է, հա, ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե այս պահի դրությամբ ինչ վիճակում է գտնվում եւ շատ կարեւոր է, որպեսզի մասնագիտական պատշաճ որոշում կայացվի, այս փուլում կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկը անձի իրավունքների իրացման տեսանկյունից հենց սա է եւ նաեւ դա է պատճառը, որ այս տեսանկյունից մենք էլ բարբերաբար իրավասու մարմինների հետ կապի մեջ ենք, որպեսզի ճիշտ մասնագիտական որոշում կայացվի, բայց կուզենամ մենք այսպես ասեմ, էլի խնդիրը չսահմանափակենք պարզապես, հա, դաժան ծեծ եղել թե չի եղել այս հանգամանքով, որովհետև ես արդեն իսկ նշեցի, հա, եթե մեր արձանագրածին անդրադառնանք հետքերի առումով նկատի ունեմ, մենք դաժան ծեծի հետքեր որպես այդպեսին չենք արձանագրել, բայց ցանկացած տեղեկատվություն, որ ներկայացվում է, դա նույնիսկ պարտադիր չէ, հա, որ բռնության հետ կապված տեղեկատվություն լինի, որովհետև զինծառայողների ինտեգրումը այդ միջավայրում դա բավականին բարդ գործընթաց է, հայտնապես այն անձանց համար, ովքեր կարող են ունենալ տարբեր առանձնահատկություններ, դրա առնչությամբ եւս մենք պետք է ճիշտ համակարգային լուծումներ ունենանք, հետեւաբար ցանկացած հարցի հետ կապված մենք հատուկ այս պահին էլ ուսումնասիրություն ենք իրականացնում եւ նաեւ պահանջելու ենք տարբեր ուսումնասիրություններ իրավասու մարմիններից, որպեսզի կարողանանք ճիշտ եզրահանգումներ ունենալ։ Տիկին Մանացյան, Գագիկ Ծառուկյանի հետ կապված ասել եք, որ ուսումնասիրելու եք զարգաշրջանների եւ կալանավայր տանելու այդ ընդհանուր տեսանյութը, արդյոք ուսումնասիրել եք, ինչ եք արձանագրել այն հաղորդակցությունից բացի, որը տարածել եք։ Այս պահին հրապարակային նոր բան ասել չեմ կարող, ինչու, որովհետև մենք տեղեկատվությունը փոխանցել ենք հենց ուսումնասիրության, հենց տեսանյութի ուսումնասիրության արդյունքում, որտեղ հատուկ արձանագրել ենք, որ առաջին հայացքից կարող են լինել խնդիրներ եւ դա է պատճառը, որ մենք իրավասու մարմիններից պարզաբանումներ ենք պահանջել, թե որոնք են եղել հիմքերը տվյալ ձևաչափով գործողություններն իրականացնելու պատասխանը հենց ստանանք, նոր հնարավորություն ունենանք եզրահանգումների։ Որ մարմիններից եք դիմել, որ մարմիններին եք դիմել։ Այս պահին կներեք հստակ չնշեմ, որպեսզի հանկարծ չսխալվեմ, մենք պատասխանը ստանանք, դες կասենք ժամկետների մեջ է միանշանակ։ Նավետ Կոնջորյանի ներողություն դրվագով միջադեպի մասնակցության իրենց էջի ենթարկելու եւ նաեւ արդեն այն հանգամանքը, որ պարբերաբար կնոջ եւ անչափահաս աղջկա ներկայությամբ հայնոյանները հնչեցրել հետապնդել է այս դրվագով ուսումնասիրությունների
իրականացրել եք կամ ընտանիքի անդամների հետ Նաիրի Հակոբյանի մասնավորապես զրուցել եք կամ իսկ այստեղ կներեք մեր լիազորությունը որ համատեքստում է մարդկանց հոգեբանական ճնշման են ենթարկել պարբերաբար նորից իրազեկեմ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մասին մեր լիազորությունները տարածվում են այն դեպքերի վրա, երբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կա իրավունքների ենթադրյալ խախտման վրա, ինչպես նաև ովքեր են ավարտել այո, այսինքն Աբետ Կոնջորյանը, բայց նորից եմ կրկնում այստեղ ուզում եմ հասկանալ ինչ իրավասություն ունենք մենք պետական մարմինների կողմից իրավունքների խախտման ենթադրյալ խախտման ինչ հարցի վերաբերյալ է խոսքը միայն մարդու աշխատանքի վայրը չէ, նկատում եմ մարդու իրավունքներ են խախտվել, պիտի մանրամասնեք, անչափահաս աղջկա ներկայության պարբերաբար սեռական այլիրանքներ են միջոցվել, հետապնդվել են անհատական գործով զբաղվելու իրավասություն չունենք, որովհետև սա չի ընդգրկում մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների համատեքստում, բայց համակարգային առումով կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ թե բռնության որևէ տեսակ թե նաև խոսքի այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով խոսքի ազատության իրավունքի շրջանակներում չեն ընդգրկում, պետք է բացառված լինեն։ Տիկին Մանասյան, ես ներողություն եմ խնդրում, քանի որ դուք 7-ի գրի մասին խոսեցիք, հուլիս ամսին զինվորին հենց նույն այդ սահմանափակումով ինքանային ծեծի ենթարկել, ինչի արդյունքում զինվորը ինքնասպանության դիմեց եւ այդ դեպքի արդյունքում իրավապահ մարմինները 2 զինվորի կանանավորեցին։ Այսինքն այս դեպքը տևական ժամանակ բանակում այսպիսի սահմանափակումներով երեխաները հայտնվում են կոնկրետ անձանց թիրախում եւ արդյունքում տեղի ունելու միջադեպեր, ինչի հետևանքով արդեն զինվորներին գտնում եք ինքնասպան եղած վիճակում։ Ինձ հետաքրքիր է դուք պաշտպանության նախարարի հետ հատուկ խոսել եք 7-ի Գ սահմանափակումներով երեխաների խնդիրների մասին, որոնք հայտնվելով բանակում ինքնասպան են լինում կամ այս երեխայի նման այդպիսի հոգեբանական վիճակում են հայտնվում եւ տեղափոխվում են իրար։ Ես ինքս ոչ թե մեկ անգամ որևէ պաշտոնատար անդու հետ եմ խոսել, այս խնդիրը պարբերաբար հրապարակային մենք էլ ենք համակարգային խնդիրի նկատի ունեմ, որովհետեւ այստեղ ոչ թե խնդիրը միայն զուտ սահմանափակումով պիտանի ճանաչված լինելն է, այլ բազմաթիվ համակարգային հարցեր կան։ Ես ոչ միայն հրապարակային եմ սրա վերաբերյալ պարբերաբար խոսում, այլ նաեւ եթե դիտարկեք մեր բոլոր զեկույցները, այդքան տարբեր լեզուներով, դրանք այս խնդիրները ինչպես պարունակում են, այնպես էլ դրանց համար համապատասխան որոշակի լուծումների առաջարկներ են պարունակում այդ առումով այսպես ասեմ ես չեմ համարում, որ մենք ունենք վերջնական արդյունք, որովհետև միանշանակ է, որ եթե առնվազն մեկ դեպք էլ նույնիսկ կա, պարտադիր չի, որ դա վերաբերի բացառապես զինված ուժերին, դեպքերը կարող են ցանկացած վայրում էլ եթե լինեն, եթե նույնիսկ մեկ դեպք կա, մարդու իրավունքների պաշտպանի հաստատության տեսանկյունից միևնույն է, խնդիրները նշանակում է շարունակական են, իհարկե մենք քայլեր տեսնում ենք, որովհետև տեսնում ենք, հա, որոշակի գործողությունների իրականացնում, միանշանակ փոփոխություններ ենք տեսնում, բայց եթե խնդիրը լուծված չէ, նշանակում է քայլերը դեռևս այն համակարգայինությունը չունեն, որ պետք է լինեն։ Տարիապես որ այդ քայլերը իրականացնեք, որ արդյունք լինի։ Ստախոսն է, ստախոսը, ինքը մարդու պաշտպան չի, այդ ստախոսի մեկն է։